168 ժամ Զվարթ Խաչատրյան։ Պարոն Թաթոյան, երբ Նիկոլ Փաշինյանը ամեն օր հայտարարում է, որ եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի, նույնիսկ ժամանակն է մատնանշում, մոտավորապես աշնանը, իրավապահ մարմինները այստեղ որևէ անելիք ունեն, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթ առաջ հստակ հայտարարեց, որ նոր սահմանադրությունում հղում չի լինելու հռչակագրին։ Հռչակագրի ծրագրումը ինչ է նշանակում Հայաստանի համար եւ պարոն Թաթոյան, Նիկոլ Փաշինյանը թիմակիցներ, այդ թվում նաեւ ԱԺ նախագահը ասում է, որ արցախահայերը պետք է հրաժարվեն Արցախ վերադարձի իրավունքից։ Այդ որ իրավունքով են Հայաստանի իշխանությունները նման հայտարարություն անում։ Շնորհակալություն։ Առաջին հարցը իրավապահ մարմինների անելիքների հետ կապված։ Իրավապահ մարմինները այստեղ ցանկացած պարագայում իհարկե անելիք ունեն եւ պետք է ուսումնասիրության ենթարկեն, ավելին իրավապահ մարմինները նա որ այդպես դիրքավորում է իրեն որպես իրավապահ մարմինների գործառութային առումով նրանց ղեկավարը ամենօրինակ չի եւ իրավապահ մարմինները ես կարծում եմ այո պետք է ուսումնասիրության ենթարկել այս ամենը։ Հիմա եւ որովհետեւ սրանք ուղիղ Հայաստանի պետական շահերին հակասող հայտարարություններ են եւ գործողություններ են, ավելին դրանք հնարավոր Հայաստանի նկատմամբ ագրեսիայի նպատակների դեպքում օրինակ Ադրբեջանի, սրանք միայն օգնելու են Ադրբեջանին եւ մեզ դժվար վիճակում են դնելու, երբ մենք գնանք օրինակ հայտարարենք միջազգային ասպարեզում եւ այլն, որ ասենք Ադրբեջանը հակառակը ինքն էր այդ դիրքերը ամրացնում, ճանապարհներ կառուցում եւ այլն, ստացվում է ունենք իշխանություն, որը ամբողջությամբ հերքում է, չկան, մինչդեռ այդ ամենը կան փաստերով։ Հիմա սահմանադրության հետ կապված, տեսեք, սահմանադրության հարցը ես պատահական չասեցի, որ այստեղ Նիկոլ Փաշինյանը թակարդի մեջ է դնում մեր հասարակությանը։ Երբ այս հարցը բերում է օրակարգ, նախ սա բացառապես Ալիևի պահանջ է եւ սա որևէ միջազգային հիմք չունի, խաղաղության այսպես կոչված պայմանագիրը անգամ որ նախաստորագրվել է օգոստոսի 8-ին չէ Վաշինգտոնում, այնտեղ հստակ ամրագրված է, որ իրար ներքին գործերի չեն միջամտում կողմերը, բայց տեսեք Ադրբեջանը ակնհայտ միջամտելով ինչ պահանջներ է առաջադրում։ Եվ Նիկոլ Փաշինյանը հանձն է առել դա անել, լինելով Ալիևի կամակատարը, կամ ինչպես ես ասացի, Ալիևի տասովշիկը։ Սա ակնհայտ թակարդ է, ինչու՞։ Որովհետև եթե պատկերացեք, սահմանադրությունը դրվում է հանրաքվեի եւ մեր ժողովուրդը քվեարկում է այդ հանրաքվեի օգտին, որտեղ Նիկոլ Փաշինյանը աղերսում է, ամեն օր լացուկոց է դնում եւ այլն, պատերազմից է խոսում, սպառնում է, այս կոմեն պատկերացեք ինչ որ մի ձև ընդունվեց։ Սա նշանակում է, որ էլի նորից մենք ընկանք Ադրբեջանի այսպես նվաստացած վիճակում, ինչ ասում է Ադրբեջանը, անում են եւ այլն։ Հիմա պատկերացեք, եթե մեր ժողովուրդը մերժում է, որը մեծ հավանականությամբ եւ ինքը շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանը եւ Ալիևն էլ շատ լավ գիտի, որ մեծ հավանականությամբ մեր ժողովուրդը մերժելու է այդ հանրաքվեն։ Ստացվում է, որ մեր Նիկոլ Փաշինյանը խաղաղություն էր ուզում, իրենք բոլորը խաղաղություն էին ուզում, մեր ժողովուրդը պատերազմ է ուզում։ Եվ էլի մեր ժողովրդից դարձնելու են պատերազմ ուզող ժողովուրդ։ Առանց այդ էլ ամեն օր քարոզը գնում է, որ մենք բարբարոսներ ենք, չենք կարողացել խաղաղ ապրել, չգիտենք խաղաղ ապրելու ձևերը որոնք են, էլ մի հատ էլ անընդհատ հարցազրույցներում շեշտում են, բանը Ջավախքը, բայց մերը չի, Արցախը, բայց մերը չի, մյուսը, հա բայց մեր ժողովուրդը այդ երբ է օրինակ հավակնություններ ունեցել Վրաստանի Ջավախքի նկատմամբ, մեր հայրենակիցները այնտեղ ապրում են, բայց երբ այդ երբևէ այսքան ժամանակ որևէ մեկը լսել է, որ նման բան կամ պետական որևէ ասենք քաղաքականություն երբևէ լինի կամ Արցախի հետ կապված հստակ ուզում եմ նշել, որ արցախցիների վերադարձի իրավունքը մեր կարևորագույն քաղաքական ուղղություններից է եւ արցախցիների հարցը Հայաստանում առասարակ երկու ուղղությամբ պետք է դիտարկել։ Մեկ արցախցիների իրավունքները Հայաստանում արժանապատիվ կյանք, սոցիալական արժանապատիվ պայմաններ, բնակարանային ապահովություն, ոչ թե ժամանակավոր, այլ մշտական լուծումով, հատուկ բնակավայր նաև նախատեսելով, անհատական մոտեցումներով մեր արցախցիների հայրենակիցների նկատմամբ, բայց նաև արցախցիների վերադարձի իրավունքի կարևոր հարցի բարձրացում, որը Հայաստանի շահերից է, անվտանգության շահերից է նաև բխում, իսկ սա վերադարձի հավաքական իրավունքի մասին է խոսքը, որը ամրագրված է հիմա, գործող իրավունք է Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ 2023 թվականի նոյեմբերի 17-ի
2023 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը հատուկ հայտարարություն տարածեց, որին միացել է միջազգային նաև Հայաստանը եւ միացել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, Ամերիկայի պետդեպը, Կանադան, ԱԳՆ-ի մակարդակով, Շվեյցարիան, Եվրամիության խորհրդարանը եւ այլն, սա միջազգայինորեն գործող իրավունք է, որը պետք է, այո, անպայման առաջ տանել։ Հիմա նաև պատերազմի հետ կապված, ներողություն, սահմանադրության հետ կապված անկախության հռչակագիրը, որ ասում է հանենք։ Անկախության հռչակագիրը այսպես ասեմ, մեր կառավարման ժամանակ երբեք նախ օտար պետության պահանջով սահմանադրության փոփոխության հարց չի դրվելու։ Դա բացառվում է, որովհետև դա հենց քո անկախության ինքնիշխանության կարևորագույն ցուցիչն է։ Մեր անկախության հռչակագիրը ոչ մի կապ չունի իրենց հորինած տարածքային պահանջ լինել չլինելու հետ։ Մեր անկախության հռչակագիրը պարզապես ամրագրում է հայ ժողովրդի, մեր սերունդների, մեր պապերի դարավոր իղձերի արտահայտությունն է, իրականացումը, որ մենք ի վերջո ստեղծում ենք հայոց պետականություն։ Եվ մեր անկախության հռչակագիրը հիմնված է այդ նվիրական արժեքների վրա։ Եվ դա ոչ մի կապ չունի ոչ պատերազմի, ոչ կոնֆլիկտի, ոչ մի բանի հետ։ Այդ հարցը, որ Նիկոլ Փաշինյանը առաջ է բերել հիմա տանում է Ադրբեջանի պահանջի վրա, նորից էլի դրա պատճառը նրանց ստրատեգիական անկարողությունն է։ Սա շատ կարևոր է, ես ընդհանրապես կառաջարկեմ, կխնդրեմ, որ դուք էլ լայնորեն տարածեք սա, որովհետև իսկապես նրանք ունեն ռազմավարական, նրանք մեկ ծրագիր ունեն, ռազմավարական անկարողություն եւ բնականաբար ձախողում մեր երկրի պաշտպանության ու անվտանգության։ Ես ընդհանրապես նաեւ լրագրողներին կխնդրեի, որ երբ դուք նրան տեսնեք, երկու հարց է պետք տալ։ Առաջինը, ինչ է կարել վերջին 6 տարիների ընթացքում, որը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից էլ շատ է։ Դուք ինչ է կարել, որ որևէ երկիր անգամ չմտածի Հայաստանի նկատմամբ ռիսկ չանի մտածի Հայաստանի նկատմամբ ագրեսիայի մասին, եւ երկրորդը, ինչու է այսքան տարի ձախողել մեր երկրի համար զսպման կարողությունների ձևավորումը։ Այս երկու հարցը եւ այստեղ շատ հստակ է, որ նրանք այս 6 տարվա մեջ չեն կարողացել ստեղծել այդ զսպման կարողությունները, դրա համար էլ հիմա պատերազմի սպառնալիքը օգտագործում են որպես շանտաժ մեր ժողովրդի համար, որ ազդեն ներսում քվեի, ընտրողի քվեի վրա։ Նրանք պատերազմը բերեր դարձրել են մեր երկրի ներքին ընտրություններում գլխավոր գործոն։ Ադրբեջանին դարձրել են մեր երկրի գլխավոր գործոն, պատերազմի սպառնալիքով շանտաժ են անում մեր ժողովրդին։ Այս է իրական գնահատականը նաև։